Գույների պայծառ ամպերոթում, ծիծաղ ու հազարավոր ժպիտներ։ Այսպես է Հնդկաստանը նշում գարնան ամենագեղեցիկ եւ ուրախ տոներից մեկը՝ Հոլի փառատոնը։ Հոլին կամ գույների փառատոնը համարվում է հինդուիզմի ամենավառ տոներից մեկը։ Այն խորհրդանշում է ձմռան ավարտը եւ բնության երկար սպասված զարթոնքը։ Տոնի ամսաթիվը փոփոխվում է ամեն տարի։ Այն նշվում է Ֆալուգա ամսվա լիա լուսնի օրը։ 2026 թվականի տոնակատարությունները սկսվել են մարտի 3-ին եւ ավանդաբար տևում են 2 օր չնայած Հնդկաստանի որոշ շրջաններում տոնակատարությունները կարող են շատ ավելի երկար տևել։ Հոլիի պատմությունը սկիզբ է առնում հին ժամանակներից։ Տոնակատարության հետ կապված են հինդուիզմի աստվածներ Վիշնուի եւ Կրիշնայի մասին լեգենդները։ Ըստ լեգենդի նրանք դարձել են չարի նկատմամբ բարու հաղթանակի եւ խավարի ուժերի նկատմամբ կյանքի ուժի խորհրդանիշեր։ Տոնակատարությունը սկսվում է նախորդ երեկոյան Հոլիկա Դահան անունով հին ծեսով, Հոլիկայի այրում։ Մթնշաղին մարդիկ հավաքվում են, վառում են մեծ խարույկներ եւ այրում Հոլիկա Դևի պատկերը։ Այս կրակը, ըստ հավատալիքի, մաքրում է տարածությունը, վանում չար հոգիներին եւ վերացնում անցնող ձմռան ցուրտը։ Հաջորդ օրը փողոցները վերածվում են իսկական գույների գեղադիտակի։ Սկսվում է Ռանգվայի հոլին, փառատոնի գլխավոր օրը։ Մարդիկ դուրս են գալիս իրենց տներից, միմյանց վրա ցանում վառ գունավոր փոշիներ, գուլալ եւ միմյանց վրա ցողում գունավոր ջուր։ Ամեն գույն ունի իր իմաստը։ Կարմիրը խորհրդանշում է սեր եւ պտղաբերություն, կանաչը նորացում եւ հույս, դեղինն առողջություն, իսկ կապույտը հիշեցնում է Կրիշնա Աստծուն։ Հոլին ավելին է, քան պարզապես գույների փառատոն։ Սա այն օրն է, երբ մարդիկ մոռանում են դժգոհությունները, մտերմանում միմյանց հետ եւ միասին դիմավորում գարունը, լցնելով աշխարհը ուրախության եւ բարության վառ գույներով։